Դուք երբևէ լսել եք մասոնների մասին։ Մասոնության սկիզբը դրվել է հարյուրավոր տարիներ առաջ միջնադարյան Եվրոպայում։ Մասոնները սկզբից եղել են սովորական քարտաշներ ու շինարարներ, որոնք միավորվում էին հատուկ խմբավորումների մեջ։ Այսպես առաջացավ այն մասոնությունը, որը գոյություն ունի մինչև այսօր։ Նրանք կառուցում էին այն ժամանակվա լավագույն շինություններն ու տաճարները։ Ժամանակի ընթացքում այս շինարարների խմբին սկսեցին միանալ նաև այլ մասնագիտությունների տերմարդիկ։ Արդյունքում խմբի նպատակը փոխվեց։ Շինարարության փոխարեն նրանք ավելի շատ սկսեցին կենտրոնանալ բարոյական եւ փիլիսոփայական գաղափարների քննարկման վրա։ Հեչ մտածել եք Հայաստանում ով կարա մասոն լինի։ Ներկայում ամբողջ աշխարհում կա շուրջ 6 միլիոն մասոն, որոնցից 2 միլիոնը ԱՄՆ-ում, իսկ գրեթե կես միլիոնը Անգլիայում, Իռլանդիայում եւ Շոտլանդիայում։ Մասոնական օթյակները գործում են աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում։ Պատմության ընթացքում բազմաթիվ հայտնի ու ազդեցիկ անհատներ են եղել մասոններ։ Նրանց թվում էին ԱՄՆ նախագահներ Ջորջ Վաշինգտոնը եւ Բենջամին Ֆրանկլինը, ինչպես նաեւ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը, գրողներ Մարկ Տվենը եւ Օսկար Ուայլդը, ինչպես նաեւ կոմպոզիտորներ Բախը եւ Մոցարտը։ Всё, Մոնիկա, վերջացի։ Ես Մոնիկան եմ, մինչ նոր հանդիպում։ Հաջող։ Երեխեք։